Ողջույն սիրելի հայրենակիցներ, մեր նախորդ հաղորդումը նվիրված էր հայ բնակչության թվին Օսմանյան կայսրությունում 1870-ականներից մինչև 1914 թվականը։ Հիշում եք, մինչև հաղորդումը սկսելն էլ բացատրվեց, թե ինչի համար եւ այսօրվա մեր հաղորդումը մենք որոշեցինք անել դրա տրամաբանական շարունակությունը։ Բնականաբար այսօր հայության ամենակարևոր խնդիրներից մեկը, գոնե միջազգային դիվանագիտության մեջ ներկայացվող երկու կարևորագույն խնդիրներից մեկը հայ դատն է, պահանջատիրության խնդիրը եւ երկրորդը Արցախի խնդիրը։ Եվ բնականաբար մենք այստեղ խնդիր ունենք ավելի մեր ժողովրդին տեղեկացնելու, որովհետեւ առիթներ ես ինքս ունեցել եմ շփվելու արտասահմանում նաեւ օտարազգի ուսանողների հետ, նաեւ թուրք ուսանողների հետ, որոնք բավական պատրաստված են, ինչը չի կարելի ասել մեր ժողովրդի ընդհանուր պատրաստվածության մասին։ Եվ նախորդ հաղորդման ընթացքում այն վիճակագրական թվերը մենք որ բերեցինք հատուկ շեշտելով, մենք այսօր կսկսենք դրանից եւ կշարունակենք, սրանք պետք է որ ոչ թե որ մասնագետը իմանա, մասնագետները պարտավոր են իմանալ, բայց ամեն մի հայ մարդ, որը իր միջավայրում շփվում է օտարազգիների հետ եւ բնականաբար, ասենք այնպիսի օրերին, ինչպիսին օրինակ 106 բանաձևի քննարկումներն էին ամերիկյան կառավարության կողմից, երբ որ ամբողջ աշխարհի այսպես խոսակցության թեման է դառնում, բնականաբար ամեն հայ մարդ ինքը դառնում է քարոզող բջիջ իր միջավայրում եւ ինքը պետք է ունենա այդ գոնե մինիմում գիտելիքները, թե ինչքան էր մեր բնակչությունը մինչև ցեղասպանությունը, ցեղասպանության արդյունքում ինչ փոփոխություններ եղան, ինչքան զոհ տվեց հայությունը եւ այդ է պատճառը, որ այսօրվա մեր հաղորդումը մենք որոշեցինք ներկայացնել ամբողջ աշխարհում հայ բնակչության թիվը 1914 1926 թվականներին։ 14-ը հասկանալի է, որ դա նախապատերազմական թվականն է, իսկ 26-ը, ինչի 26-ը որոշեցինք, որովհետև 26 թվականին տեղի ունեցավ Խորհրդային Միության առաջին մեծ մարդահամարը եւ մենք ունենք հստակ թվեր 1926 թվականին Խորհրդային Հայաստան, Խորհրդային Մյուս հանրապետություններ եւ հատկապես Հայաստանին կից, սակայն Խորհրդային Հայաստանի սահմաններից դուրս մնացած հայկական տարածքներում։ Խոսքը Ջավախքի, Նախիջևանի, Ղարաբաղի մասին է եւ մենք կփորձենք այսօրվա այս մեր 1 ժամվա եթերի ընթացքում ներկայացնել հայ բնակչության թիվը աշխարհում 1914-26 թվերին։ Պիտի շնորհակալությամբ նշեմ, որ այսօր եւս իմ հյուրը պետք է լինի մեր պատմական ժողովրդագրության լավագույն մասնագետներից մեկը, պարոն Գեղամ Վադալյանը, որը Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դասախոս է, լավագույն մասնագետներից մեկը մեզանում եւ մենք հանգամանալի կանգառնենք բոլոր այդ հարցերին։ Մինչև ուրեմն բուն նյութին անցնել էլի ավանդույթը պահպանելով մի քանի նամակների անդրադարձ կատարեմ։ Ուրեմն մեր նամակագիրներից հետաքրքիր է, որ այս շաբաթվա ընթացքում մենք ստացանք բազմաթիվ նամակներ կապված մեր նախորդ թողարկումների հետ։ Դրանցից մեկը Թեոդիկ Մեսերխանյանն է, նշում է Արամ Մանուկյանի մասին, որը մահացավ իր պրեզիդենտության ժամանակ, իսկ ինչ կատարվեց հետո եւ ինչ եղավ իշխանության հետ։ Ուրեմն մի կարևոր ճշգրտում։ Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը պրեզիդենտ չի եղել եւ ընդհանրապես Հայաստանի առաջին հանրապետությունը չի ունեցել պրեզիդենտության համակարգը։ Դա եղել է պարլամենտական հանրապետություն, վարչապետ դարձավ Հովհաննես Քաջազնունին, ինքը նոր ձևավորված կառավարության մեջ ներքին գործերի նախարարն է, սակայն ներքին գործեր ասացի տակ այսօրվա ոստիկանապետը չպետք է կարծել, դա ավելի այսպես ներքին կյանքի, մոտավորապես համարյա վարչապետին ձգտող մոտեցող մի այսպես պաշտոն էր։ Քանի որ կար պետական կայացած համակարգ, բնականաբար Արամ Մանուկյանի մահվանից հետո նրան փոխարինեց համապատասխան նախարարը եւ մեծագույն կորուստեր իհարկե նրա նման այսպես տաղանդավոր անհատականության կորուստը մեր իրականության համար։ Մեկ ուրիշ նամակ Կիմա Գրիգորյանը Ֆրանսիայից ուրեմն հարցում է կատարել գերմանացիների մասնակցության մասին հայոց ցեղասպանությանը։ Գիտեք, սա մեկ հարցով բնականաբար հնարավոր չի ամփոփել։ Մենք առաջիկայում նախատեսում ենք ցեղասպանության վերաբերյալ էլի հաղորդումների եւ պատասխանատվության եւ մեծ տերությունների մասնակցության այս բոլոր խնդիրների մասին անշուշտ ունենալու ենք հաղորդումներ եւ Գերմանիայի աջակցության մասին անշուշտ կխոսենք։ Մենք գիտենք, որ
բազմաթիվ են եղել այդ դեպքերը, երբ որ հենց թուրքական զորքի, ասենք թնդանոթաձիգերը գերմանացիներն էին, նույնիսկ ունենք շատ հետաքրքիր մի դեպք, քանի որ մեր հեռուստադիտողը հենց Ֆրանսիայից է, Միսակ Մանուշյանի խումբը, երբ որ ձերբակալվեց, դատավարության ժամանակ Արբեն Դավթյանը, որ խմբի անդամներից մեկն էր, հետաքրքիր պատասխան է տալիս դատավորին, երբ որ դատավորը նրան հարցում է, թե ինչի է կռվում գերմանական նացիստական կառավարության դեմ, ինքը պատասխանում է, ասում է, որովհետև 15 թվականին գերմանացիները օգնում էին թուրքերին կոտորելու հայերին։ Շատ հետաքրքիր բան է, Մանուշյանի խմբի անդամներից մեկը, կան բազմաթիվ արխիվային փաստաթղթեր այդ մասին, մենք առիթ կունենանք անշուշտ դրան անդրադառնալու։ Վարդգես Քամալյանը մեր նամակագիրներից հարցը վերաբերում է 18 թվականի 17-ի վերջ 18 թվականի Հայաստանի բավական ծանր իրադրությանը եւ թե ինչի չկարողացավ կազմակերպվել Էրզրումի պաշտպանությունը, Անդրանիկը ինչի ի վիճակի չեղավ ամբողջ ռազմաճակատը։ Ուրեմն մեր, եթե չեմ սխալվում, մայիսի 28-ի հաղորդման ընթացքում էր ասվեց այդ մասին, սա կարևոր խնդիրներից մեկն է, որ մեզ համար դաս պետք է լինի։ Այ ազգային կազմակերպվածության պակասը, տեսեք, Ռուսաստանի բանակներում ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների 200,000-ից ավելի հայ զինվոր կար։ Սակայն երբ որ բոլշևիկները հեղաշրջում արեցին եւ զորքերը սկսեցին հետ քաշել, մեր ռազմաճակատում հազիվ 10,000 հայ կամավոր էր մնացել եւ բարոյալքումը շատ մեծ էր, պատկերացրեք ամբողջ ռուսական բանակները հետ են նահանջում եւ մեզանում էր շատ այսպես կազմակերպվածության մակարդակը բարձր չէր եւ Արևմտյան Հայաստանի մեծ մասը, որը 17 թվականի դեկտեմբերի 5-ի Երզնկայի զինադադարով գտնվում էր ռուսական զորքերի վերահսկողության ներքո, որոնց հետ միասին կանգնած էին հայ կամավորները, բավականին կարճ ժամանակում մենք կորցրեցինք այդ ամբողջը, թուրքերը նույնիսկ մտան Կարսի մարզը գրավեցին, Ալեքսանդրապոլը գրավեցին եւ մայիս ամսին, այսինքն ընդամենը 5 ամսվա հեռավորությամբ մենք այնքան մեծ կորուստներ ունեցանք, որ կանգնել էինք արդեն մեր գոյության վտանգի առաջ եւ տվեցինք մայիսյան հերոսամարտերը։ Սա նորից այդ պատմության մեծ դասերից է, որ մենք պետք է նկատի ունենանք եւ քաղենք անշուշտ։ Այստեղ մեր հեռուստադիտողներից մեկը նորից հարցում էր արել, որ այժմ գտնվում եմ ոչ իմ տանը եւ հնարավորություն չունեմ Արբանյակով նայելու, ինտերնետում տեղակայված է թե ոչ, առայժմ ոչ, բայց այդ ուղղությամբ մտածում ենք անել այսպես, որևէ մի կայք կբացենք եւ բոլոր հաղորդումները, իսկ այսօր 23-րդ հաղորդումն է, եթե չեմ սխալվում, 23 կամ 24, բոլոր հաղորդումները կտեղակայենք, այսինքն դա կդառնա մի այսպիսի կայք, որտեղից ցանկացած մեր հայրենակից երկրի ցանկացած վայրում կարող է մտնել, կարող է քաշել այդ ամբողջ նյութը եւ մենք ասել ենք, եթե դուք դա օգտագործելու եք ուսումնական նպատակներով, ասենք հայկական դպրոցների համար, մենք միայն դրա համար շնորհակալ կլինենք եւ նախապես մեր թույլտվությունը տալիս ենք դրա համար։ Ես անպայման ձեզ կտեղեկացնեմ այդ կայքի մասին։ Մեր մեկ ուրիշ մշտական հեռուստադիտողներից, որը ազգանունը չի գրում, Մարոմ Միացյալ Նահանգներից, հետաքրքիր առաջարկ եւ հարցադրում է արել անդրադառնալ հայկական տարազներին, մենք նախատեսում ենք շատ գեղեցիկ մի հաղորդում անել, որտեղ մեր տարազները իրենց ամբողջ այսպես գունագեղությամբ կներկայացվեն եւ շատ բաներ կհիշեցնեն մեր փառավոր եւ ճաշակով անցյալից։ Որ մեկ այլ ուրեմն երկու հարցեր էլ վերաբերում են ուրեմն թուրքերի այստեղ ներկայությանը, նրանց տրված հայերի կողմից տրված անվանը, երբ թուրքերը ներխուժեցին այս տարածաշրջան, ուրեմն մի կարևոր ճշգրտում անենք, նախ թյուրքերը պետք է ասենք, որովհետև թուրք ժողովուրդ որպես այդպիսին դա միայն վերջին շրջանի երևույթ է, իսկ թյուրքական ցեղերը առաջինը հայտնի է, որ Սելջուկ թուրքերն էին, այդ օղուզական ցեղերից արևելք ասպատակող հատվածներ էին, որոնք այս տարածաշրջանում հայտնվել են միայն մեր թվարկության 11-րդ դարում։ Այսինքն 1000 տարվա ներկայություն ունեն իրենք այս տարածաշրջանում, այնպես որ իսկ ավելի մանրամասն հետո մենք առիթներ կունենանք, իհարկե այս խնդիրներին անդրադառնալու, նույն Վերժինե անունով մեր հեռուստադիտողը Լոս Անջելեսից հարցում է կատարում 1300-1700 թվականներին, որտեղ գրում է ինձ համար դատարկ է այս ժամանակաշրջանը, ես կուզենայի իմանալ, գիտեք,
մեծ քանակի գրականություն կա այս մասին, որովհետև այսպիսի ընդգրկում 1300-ից 1700 1300-ից մինչև 1375 դեռ Կիլիկիո հայոց թագավորությունը կա, հետո շատ բավական մեծ նյութեր կան։ Մենք այս դրվագներին իհարկե անդրադարձեր կատարելու ենք եւ առաջիկա հաղորդումներից մեկը պետք է նվիրենք Կիլիկյան Հայաստանին։ Իսկ մինչ այդ կա ակադեմիական հատորները կան, բազմաթիվ գրականություն կա երևի դրանով եւ մի հարցել մեր մշտական հեռուստադիտողներից Մարինե Հովանեսյանը Ռուսաստանից Տոլյատիից հարցում է թե որտեղից է գալիս եւ ինչպես է բացատրվում տաչկա հայեր անվանումը։ Սա միանգամից խնդրենք ձեզ եւ անցնենք մեր թեմային։ Ուրեմն տաճիկ ընդհանրապես դա ընդհանրական անվանում է, որը հայ գրականության մեջ, պատմագրության մեջ տրվել է բոլոր քոչվորներին, դա իրանական արմատ է, թազի այս արմատից է գալիս, հետյալ, բառացիորեն դա նշանակում է հետյալ արագավազ, այստեղից էլ ուրեմն թուրքերին տրվում էր, սելջուկ թուրքերին, ինչպես արտակնոր ասած, տրվեց տաճիկ անունը, որը հետագայում տարածվեց նաև Օսմանյան կայսրության ուրեմն բռնազավթված արևմտա Հայաստանի վրա տաճկա Հայաստան այս անունը։ Դա կեղծ իհարկե հիմա տերմին է հնացած եւ այլևս չի օգտագործվում, բայց ժամանակին այն մեր գրականության մեջ բավականին օգտագործվել է։ Ուրեմն մենք սկսենք այնտեղից, որտեղ որ կանգ էինք առել 1913-14 թվականներին, թե ինչ քանակություն էին կազմում հայերը Օսմանյան կայսրությունում։ Ես հիմա պիտի խնդրեմ մեր օպերատորին ցույց տա եւ պարոն Բադալյանին խնդրեմ, որ այս եւ մեկնաբանի եւ Ուրեմն 1912 թվականին, երբ կրկին վերաբացվեց հայկական հարցը եւ կրկին ինչպես համաշխարհային հանրությունը, այնպես էլ հայությունը, ընդհանուր հայ հասարակությունը կանգնած էին արևմտահայության թվականակի խնդրի առաջ, Պատրիարքարանը իրեն ենթակա թեմերից պահանջեց համապատասխան վիճակագրական ցուցակներ։ Եվ այդ ցուցակները իհարկե հապճեպով, բավականին այսպես արագ ձևով, երբեմն անպատրաստ գտնվեցին որոշ առաջնորդաններ, ուղարկվեցին պոլիս։ Հետագայում այս վիճակագրությունը շարունակվել է նաև 13-14 թվերին, 13 եւ 14 թվականներին։ Ցավոք սրտի վերջին վիճակագրությունը անկատար էր եւ հետևանքը եղավ այն, որ շատ վարչամիավորների վերաբերյալ Պատրիարքարանը համարյա ոչինչ չստացավ, օրինակ Վանի վիլայեթը Կիլիկյան շատ անհաջող է ներկայացված։ Այնտեղ վրա հասավ Եղեռնը, Զավեն Եղիայանը, Պատրիարք Զավեն Եղիայանը աքսորվեց եւ ամբողջ այսպես մի քանի տարի կտրվածքով բոլոր գործերը Պատրիարքարանի, այդ թվում է վիճակագրական այս տեղեկությունները մնացել են անմշակ, ընդ որում բարեբախտաբար դրանք չեն ոչնչացվել։ Եվ պատահաբար միայն 18 թվականից հետո, երբ պոլիսը գրավել էր դաշնակիցների կողմից, Պատրիարքարանի նկողներում հայտնվում են նախորոք պարկերի մեջ լցված այդ տվյալները, տեղեկությունները, որոնք նշանավոր սփյուռքահայ արևմտահայ, հետո սփյուռքահայ նշանավոր հասարակական քաղաքական գործիչ Թեոդորոս Լապչինչյանը մշակել էր եւ նախապատրաստել էր տպագրության, որը սակայն չիրականացավ։ Երբ 1921 թվականին պոլիսը կրկին հետ գրավվեց թուրքերի կողմից, հապճեպով այդ ամբողջ նյութերն էլ հետը Թեոդիկը փաստորեն թողնում են պոլիսը եւ հեռանում են։ Հետագայում այդ նյութերը իհարկե շատ ուշացումով 1980-ական թվականներին Արա Գալաճյանի կողմից հրատարակվեցին եւ որոշակի հետաքրքրություն է ներկայացնում։ Ցավոք սրտի նորից եմ կրկնում, դրանք լիակատար չեն։ Շատ կիսատ պրատությունը այստեղ շատ է։ Եվ դա է պատճառը, որ 1912 թվականին պատրաստված վիճակագրությունը մի տեսակ քաղաքացիություն ստացված եւ առավել շրջանառության մեջ մտած ուրեմն տեղեկագրերն են, որոնք ներկայացվեցին նաեւ Փարիզի հաշտության խաղաղության ուրեմն հաշտության այդ կոնֆերանսին։ Հիմա ըստ այդ տվյալների ամբողջ Օսմանյան կայսրությունում հայ բնակչությունը կազմում էր 2,26,000 մարդ։ Ընդհանուր թիվը, որից 1,18,000-ը ապրում էին արևմտյան Հայաստանում։ Այս մոտավորապես ցույց տամ, իհարկե այստեղ ամբողջ ընդգրկումը չկա ցավոք սրտի արևմտյան Հայաստանի, այս տարածքը 1,18,000։ Այսինքն սա այն տարածքը, որը ներկայացնում էր որպես 6 վիլայեթների տարածք, որը
միջազգային փաստաթղթերի մեջ Սան Ստեֆանոյի եւ Բեռլինի կոնֆերանսներով 1878 թվականից ներկայացնում են որպես հայկական վիլայետներ։ Որպես հայկական վիլայետներ խոսքը իհարկե վերաբերում էր այդ 1,18,000-ը վերաբերում էր այն նահանգին, որը Մանդելշտամի, Անդրեյ Մանդելշտամի նախագծով պետք է ինքնավար, ուրեմն ոչ թե ինքնավար, այլ ռեֆորմների ենթակա այդ բարեփոխումների, իհարկե որոշակի ինքնավարության տարեր դեռ կային, նաև կային այդ բանում։ 1,18,000, որը կազմում էր ամբողջ բնակչության, այդ տարածքի ամբողջ բնակչության 39%-ը մոտավորապես։ Սակայն ամբողջ խնդիրը հետևյալն է, ինչպես ես նոր նշեցի, շատ այսպես արագ, անսպասելի ինչ որտեղ անպատրաստ գտնվեց մեր շատ թեմեր գտնվեցին եւ շատ արագ կատարվեց այս վիճակագրությունը, ուստի այդ վիճակագրական տվյալները բավականին վերանայելու կարիք ունեն։ Մասնավորապես Վանի եւ ասենք Բիթլիսի վիլայետները, որոնք ամենահայաշատն են, ամենահայաշատ տարածքներն են, բավական լուրջ թերություններով են գնացել։ Թեկուզ հենց վերցնենք օտարազգիների թիվը, ես հայերի թիվը չեմ վերցնում, թեկուզ վերցնենք օտարացեղ ուրեմն տարերի թիվը, ասենք քրդերը, թուրքերը, եզդիները եւ այլ, ուրեմն կան բավականին մեծ այսպես անճշտություններ։ Եզդիների թիվը ցույց է տրվում 25,000, այն դեպքում, երբ որ եզդիները միայն մի փոքրիկ շրջանում էին բնակվում Վանի, այ Աբաղայի շրջանում, եւ նրանց թիվը 5-ից 6,000 էր։ Ցույց է տրվում 25,000։ Ասորիները գերազանցապես ապրում էին Վանի նահանգի հարավում։ Հաքարի տարածքը, այդ Ջուլամերի հայտնի ասորական մարզ, այնտեղ նրանք ինքնավար ուրեմն մի շրջան ունեին, Մարշիմոնի կողմից կառավարվող Ասորիների հիմնական մասը ուրեմն ապրում էր այս տարածքում, բայց ցույց է տրվում հյուսիսային հատվածում, որը ընդգրկվում էր այդ ուրեմն պրովինցիայի մեջ, ընդհանրապես 18,000 ասորի, որը նույնպես ուռճացված է։ Այնպես որ այս տվյալները, երբ որ մենք ճշտում ենք, կամ հենց Բիթլիսի, բանի ես շարունակեմ Բիթլիսի վիլայետի կապակցությամբ Պարագային, հայերի թիվը ընդհանրապես 180,000 է ցույց տրվում։ Ամբողջ ըստ էության Բիթլիսից միայն հարավային մի փոքրիկ հատվածն էր դուրս մնում, Սղերդի շրջակայքով, որտեղ հայերը փոքրամասնություն էին կազմում։ Սակայն պետք է նշել, որ միայն Մուշի եւ Բաղեշի կամ Բիթլիսի սանջակներում, գավառներում հայերի թիվը 175,000 էր։ Հետևաբար այս տվյալները արդեն իսկ բավական կեղծ էին եւ որոշ տվյալներով, ճշգրտված տվյալներով Բիթլիսի վիլայեթում հայերը կազմել են համարյա 50%-ից ավելին։ Ի տարբեր 50%-ից ավելին 200 մոտավորապես 70,000 եւ ավելի բնակչություն է եղել։ Իդեպս կապակցությամբ ես կցանկանայի մի բան էլ ավելացնել, սովորաբար Մանդելշտամի այդ նախագծով նախատեսված պրովինցիայի ուրեմն բնակչության հայ բնակչության թվականակի մեջ Վանի նահանգը դիտվում է որպես ամենահայաշատը 52%։ Նախ նշենք, որ այդ հատվածում հայերը շատ ավելին են եղել 63-64%, իսկ եթե մենք վերցնենք, երբեմն ուրեմն այդ տվյալը տարածվում է նաև ամբողջ վիլայեթի վրա, իրականում եթե ամբողջությամբ վերցնենք վիլայետները, նահանգները, ապա ամենահայաշատ նահանգը եղել է Բիթլիսը, որտեղ հայերը կեսից ավելին են կազմել։ Ես խնդրեմ մեր օպերատիվ այստեղ ցույց են տրված նաև այդ ուրեմն ճշգրտված նաև տվյալները, որոնք համեմատության մեջ են դրված պատրիարքարանի կողմից։ Ուրեմն դուք տեսնում եք ձեր փաստորեն աջ կողմում նահանգների անվանումները, իսկ ձախ կողմում ճշգրտված ձախ սյունյակը, որի կողքին արդեն պատրիարքարանի 12 թվականի վիճակագրական ցուցակն է։ Ըստ այդմ, փաստորեն ճշգրտված տվյալներով, ինչպես տեսավ մեր ընթերցողը, 1,300,000-ից ավելի էին այդ 6 վիլայետների այդ հատվածում։ Եվ սա կազմում էր ամբողջ բնակչության 45%-ը։ Նշեմ, որ ընդհանրապես Արևմտյան Հայաստանի վիճակագրությունը շատ բարդ, մեծ բարդությունների հետ է կապված։ Դա շատ բարդ ընդհանրապես առարկա է, շատ բարդ ուրեմն խնդիրներ է։ Հասկանալի է, որտեղ կարող եւ չի բացառվում, որ իրոք հայերի թիվը բավական շատ է եղել։ Ես մի քանի օրինակներ էլ բերեմ, երբ 1914 թվականի վերջին Արևմտյան Հայաստանի որոշ տարածքներից, Բայազետի սանջակից, Բասենից, Վանից, Վանի արևելյան հատվածներից, այն տարածքները, որոնք 14 թվականի վերջին ռազմակալվեցին ռուսների կողմից, ռուսական բանակի հարձակման հետևանքով, հետո այդ նահանջի ժամանակ հայ բնակչությունը հասկանալի պատճառներով թողեց եւ հեռացավ։ Եվ 1915 թվականի նոյեմբերին, իսկ 14 թվականի նոյեմբերին, իսկ այնտեղ 15 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցան վիճակագրություններ, գաղթականների հաշվառում, որոնք, երբ մենք համեմատում ենք
մեզ հայտնի ցուցակների հետ, վիճակագրական ցուցակների, այդ թվում ընդ որում հայկական ցուցակների հետ։ Առաջին հերթին էական տարբերություն են ցույց տալիս։ Որպես կանոն, նշածս տարածքներում խոսքը վերաբերում է Բայազետի սանջակին, իր Բայազետ, Ալաշկերտ, Դիադին, Կարաքիլիսա, Բադնոց գավառակներով, Բասենի գավառակին եւ մի շարք այլ ուրեմն շրջանների հայ բնակչության թիվը աճել էր աննախադեպ, այսպես լավ աճել է մինչև 30%, 30%-ով աճել էր։ Թերևս այստեղ ոչ թե աճել, այլ ժամանակին ուղղակի թերագրանցվել է։ Գիտեք ինչ է, սիրելի Արտակ, ուրեմն հետաքրքիր մի բան է եղել։ Առանձին դեպքերում 1913-14 թվականներին պատրիարքարան են ներկայացվել մի քանի տարվա վաղեմությամբ վիճակագրություն չեն ունեցել, ուղղակի մարդիկ ձեռքի տակ չեն ունեցել։ Դա հիանալի երևում է Թեոդիկի բավական հայտնի Գողգոթա հայ հոգևորականության այդ գործին աղետալի 1915 թվականին, որտեղ Թեոդիկը առանձին գավառների մասին ուղղակի ոչինչ չի ասում, որտեղ չի եղել։ Այ Վանի նահանգը ամբողջությամբ Թեոդիկը ներկայացրել է Ադոյի տվյալներով։ Եղել են իհարկե այլ վիճակագրություններ, որոնք կիսատ են մնացել, լիարժեք չեն։ Ուստի այս տվյալները շատ այսպես լուրջ պետք է քննել եւ հատկապես գաղթական արևմտահայ գաղթականների հաշվառումները մեզ շատ են օգնում այդ հարցում։ Հետո 1916 թվականին, էլի հունվարին, երբ տեղի ունեցավ կրկին միօրյա Անդրկովկասում եւ Պարսկաստանի տարածքում, որ այդ ժամանակ գիտեք ռազմակալված է ռուսական զորքերի կողմից, արևմտահայ գաղթական եւ ընդհանրապես գաղթականների հաշվառում տեղի ունեցավ, այս տվյալները եկան հիմնովին ցույց տալու, որ հայ բնակչությունը անհամեմատ ավելի շատ է եղել։ Նա կարճած մնացել էր իր հողին, չնայած այն դժոխային պայմաններին, որը ստեղծել էր Աբդուլհամիդյան ռեժիմը եւ հետո երիտուրքերի բարբարոսությունները, Եղեռնը ցեղասպանությունը, որը արմատախիլ արեց ուրեմն հայ բնակչության զգալի մասին։ Եվ այնուամենայնիվ այդ տվյալները, նույնիսկ այդ խլյակների, այդ առանձին ուրեմն փոքրիկ հատվածների վերաբերյալ վիճակագրությունները ցույց են տալիս, որ արևմտահայերը արևմտյան Հայաստանում շարունակում էին մնալ, եթե ոչ մեծամասնությունը, ես շատ այսպես վերապահումով եմ դա ասում, ապա գոնե ամենամեծ էթնիկական խումբը, որը նույնիսկ գերազանցում էր, եթե ամբողջ մահմեդական բնակչությանը մենք իրար միացնենք, հաշվառենք միասին։ Ես հիմա խնդրեմ օպերատորը մեզ ցույց տա այս ներքևի աղյուսակը, հա? Ընդհանուր Օսմանյան կայսրությունում թիվը եւ մենք անցնենք արդեն առաջ, որովհետեւ պարզապես ես վախենում եմ, որ մի հաղորդման մեջ չտեղավորվենք, իսկ այսօր փորձենք Ուրեմն սա Օսմանյան կայսրության ճշգրտված տվյալներն են, նորից դուք աջ կողմում կարող եք տեսնել ճշգրտված եւ հայ բնակչության թիվը 2.350.750։ Սա հայկական 6 վիլայետներ, Ադանայի վիլայետ, Մարաշի Սանջակ, Կիլիկիա եւ այդ ամբողջը միացրած միասին։ Բնականաբար այստեղ մենք Կոստանդնոպոլիս կան, այդտեղ Կոստանդնոպոլիսն էլ կա։ Թվերն էլ ունենք Տրապիզոնի վիլայետ, այլ շրջաններ այդ այլ մասեր ասածը նկատի առնված փոքր Ասիայի տարածքի այդ բնակչությունը եւ եվրոպական Թուրքիա։ Պոլիս, Իզմիր եւ այլն։ Հիմա մենք ուրեմն արձանագրելով այս փաստը Օսմանյան կայսրությունում 14 թվականի դրությամբ ունենք 2.350.000 հայ, որը հետագայում հայտնի է ինչ ճակատագրի պետք է արժանանա։ Մոտ 1.5 միլիոնը պետք է կոտորվեր, այնուհետև զգալի մասը պետք է բռնագաղթի ենթարկվեր։ Մի հատվածը, որին մենք առաջիկա հաղորդումներից մեկը հատուկ կնվիրենք, դա իսլամացած հայության խնդիրն է, սա լրիվ առանձին մի հաղորդում, ես արդեն առիթ ունեցել եմ անդրադարձեր անելու մեր հաղորդաշարի ընթացքում, բայց վիճակագրական տվյալները, որովհետև թեպետ քիչ, բայց այնուամենայնիվ կան վիճակագրական տվյալներ եւ մենք կանդրադառնանք այդ խնդրին հետագայում։ Հիմա մենք անցնենք ընդհանուր 14 թվականից հետո եւ ընդհանուր հայ ազգաբնակչության թիվը։ Ես կցանկանայի եկե 14 թվականին այնպես զուգահեռ անցկացնել Արևելյան Հայաստանի եւ այսօր Կովկասի, ինչպես նաեւ ռուսական կայսրության հայ բնակչության թվի ուրեմն վերաբերյալ։ Ուրեմն 2.054.000 էր 1914 թվականին ռուսական կայսրության հայության ուրեմն թիվը։ Ընդ որում այդ 2.054.000-ից 1.5 միլիոնից ավելին բնակվում էր Արևելյան Հայաստանում։ Բացատրեմ թե ինչ է Արևելյան Հայաստանը, որպեսզի մեր հեռուստադիտողը լավ հասկանա, ուրեմն դրա մեջ է մտնում Երևանի նահանգն ամբողջությամբ, Կարսի մարզը, Ելիզավետպոլի նահանգի արևելյան հատվածը, ես երևի կանգնեմ, արևելյան հատվածը,
Խոսքը Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի, Հայկական Գանձակի եւ Ղազախ Շամշադինի մեծ Տավուշի մարզի մասին է, որը ռուսական վարչական բաժանումը մտցրել էր Ելիզավետպոլի մեջ։ Ինչպես նաեւ Թիֆլիսի նահանգի մեջ մտցված Ջավախք եւ Լորիի նրա հարակից տարածքներով շրջանը։ Սա ուրեմն արևելյան Հայաստանն է, ավելի շուտ ռուսական կայսրության տարածքում գտնվող արևելյան Հայաստանն էր։ Այս տարածքում հարավ-արևելյան Հայաստանի, այո, Պարսկաստանի մասին չենք խոսում, թեև այս տարածքում եւս կային հոծ, ուրեմն բավականին հոծ հայաբնակ շրջաններ։ Հիշենք հենց Երասխից անմիջապես հարավ Ղարադաղի շրջանը, որը սահմանակից էր Ղարաբաղ-Զանգեզուրին մեր Ղարադաղը, իր 7,500 հայությամբ, ինչպես նաև այստեղ ցավոք սրտի չի երևում Կապուտան կամ Ուրմիո լճից արևմուտք ընկած Սալմաստի եւ Ուրմիայի շրջանները, որտեղ հոծ հայություն կար մինչև 15-20,000-ի հաշվով։ Ահա ուրեմն արևելյան Հայաստանի այս տարածքը փաստորեն 1,5 միլիոնից ավելի հայություն էր ապրում, որը կազմել բնակչության գերակշիռ մեծամասնությունը, մինչև 60%-ը։ Ցավոք սրտի ես 2 տարի առաջ երբ որ Պարսկա հայքում էի, այնտեղ մեր Վան Վասպուրական միության հրավերով էի գտնվում, տեղի հայ բնակչությունից իմացա, որ մեր պատմական Պարսկահայքի եւ Ատրպատականի տարածքը, որը մեր եկեղեցու Ատրպատականի թեմն է այսօր կազմում, ընդամենը 2,500 հայ բնակչություն ունի։ Ընդ որում Սալմաստի եւ Ուրմիայում էր մի քիչ որ շատ էր հայ բնակչության թիվը, հիմնականում ասորիների հետ համատեղ են ապրում քրիստոնյաներ, այնտեղ մոտ 1000-1200 էր կազմում թիվը, իսկ ամբողջ փաստորեն ատրպատական Պարսկահայ կայս տարածքներում այսօր ընդամենը 2,500 Դե քանի որ խոսք գնաց Պարսկահայքի մասին, Պարսկա հյուսիսային այդ հատվածի, ապա նշենք, որ 1914-15 թվականներին Պարսկահայերը եւս ենթարկվել են ցեղասպանության։ Թուրքերի ներխուժման հետևանքով, թուրքական զորքերի ներխուժման հետևանքով սահմանամերձ ուրեմն գոտու հայկական գյուղերը, ինչպես նաեւ ասորական գյուղերը ենթարկվեցին վայրակ կոտորածի, մոտ 40,000 հայ Պարսկաստանի տարբեր գավառներից թողեց եւ բնավեր եղավ եւ ապաստանեց արևելյան Հայաստանում։ Էլ չեմ ասում հազարավոր զոհված հայերի եւ ասորիների մասին։ Ընդ որում Եղեռնը Պարսկաստանի տարածքում, ներկայիս Իրանի տարածքում շարունակվեց ցեղասպանությունը հայերի, շարունակվեց նաեւ 18 թվին, երբ ռուսական զորքերի նահանջի հետևանքով ամբողջ Կովկասյան ռազմաճակատը այստեղ շատ լավ երևում է այդ 1200 կիլոմետր երկարությամբ Սևծովից մինչև Ուրմիո լիճ հարավում չի երևում այդ զգվող ռազմաճակատը մերկացավ եւ թուրքերը շարունակեցին այն ծև գործը այս անգամ Ղարադաղում Համադանի նույն շրջանում հայ բնակչություն, որտեղ նրանք հանդիպել են հայերի ուղղակի ոչնչացրել են, աշխատել են որ։ Ղարադաղում մի քանի գյուղեր պարզապես վերացան։ Աղաղան գյուղը օրինակ, որը ենթարկվեց վայրակ կոտորածի։ Աղաղան հնագույն գյուղ է։ Այնուամենայնիվ, իմ կարծիքով հեռուստադիտողը տեսավ տարբերությունը, որ արևելյան Հայաստանը շատ ավելի շատ էր, շատ ավելի հայահոծ բնակչություն ուներ, հայ բնակչությունը այստեղ ապրում էր ավելի կոմպակտ ձևով, դա իհարկե պատմական ճակատագրի բերումով էր այդպես ստացվել։ Չմոռանանք նաև, որ արևելյան Հայաստանը շատ շրջաններում վերահաստատված արևմտահայերի շնորհիվ, չէ, պահեց իր հայկական հայեցի դիմագիծը։ Ընդհանրապես վերջի մի քանի հարյուրամյակի ընթացքում հաջողորդը անընդհատ կարծես դուրս էր մղվում իր հայրենիքից։ Եվ հիմա ստեղծվել էր քիչ թե շատ մի փոքրիկ, այսպես ապահով անկյուն, ես նկատի ունեմ հյուսիս-արևելյան Հայաստանը, արևելյան Հայաստանի հյուսիսային հատվածը, որտեղ հայը կարող էր քիչ թե շատ հանգիստ շնչել եւ նույնիսկ աճել։ Եվ դառնալ հենակետ Հայաստանի անկախության վերականգնման։ Այո, հենց մեր անկախ պետականություն իզուր չի, որ ստեղծվեց եւ գոյություն ունի առ այսօր հենց այդ հատվածում, թեև այդ հատվածն էլ ենթարկվեց սարսափելի ուրեմն վայրիվերումների։ Գաղտնիք չէ, որ 1918-20 թվականներին Արևելյան Հայաստանը ենթարկվեց երկու թուրքական արշավանքների։ 1918-ը ստեցյան շարունակությունն էր առաջին աշխարհամարտից սկսած այն վայրակ պանթյուրքիզմի քաղաքականության, որը հիմա էլ տեղափոխվում էր արդեն Արևելյան Հայաստան, մասնավորապես այս առումով ահավոր տուժեցին Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, Ալեքսանդրապոլի գավառը, Լորին, Նախիջևանը, Արցախը, էլ չեմ ասում այլ շրջանների մասին, որտեղ հայահոծ բնակչություն կար։ Ջավախքը, Բաքվի հայությունը, Շամախի, Շիրվանի ամբողջ այդ հայկական շերտը, որտեղ
60,000-ի հասնող հայ բնակչությունից համարյա թե բան չէր մնացել 1921 թվականին Ադրբեջանի գյուղատնտեսական վիճակագրությամբ այստեղ գյուղեր կային, որ պարզապես ամայացած էին եւ անբնակ էին։ Ես խնդրեմ օպերատորին մեզ նորից ցույց տա 1914 թվականի վիճակագրությունը Արևելյան Հայաստանում եւ այսօր Կովկասում։ Մենք սա պետք է քիչ հետո համեմատենք արդեն 1926 թվականի։ Իդեպ նշեմ, որ առանձնացված են Արևելյան Հայաստանը, առանձնացված է եւ առանձնացված են հայկական տարածքների ամիջական հարևանությամբ հայ բնակչության տեղաբաշխումը։ Ինչպես երևում է 1,664,000, եթե չեմ սխալվում։ Ամբողջ ռուսական կայսրությունը 2,54,000 էր, արժե այստեղ նշել թե որտեղ էին տարածված հիմնական հայկական գաղտնիք։ Հյուսիսային Կովկասներ, Նոր Նախճեվանը իր հոց հայությամբ, Աստրախան, Բեսարաբիա, Ղրիմ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ։ Նոր Նախիջևանը մեր հերոստատիտողների համար ասենք այսօրվա Դոնի Ռոստովն է։ Ռոստովի այո, մի թաղամասն է։ Եվ հա, կենտրոնական թաղամասը ինչ հիմա Նախճավան է։ Նախճավան, այո։ Հիմա մենք փաստորեն 18-20 թվականների այդ իրավիճակը տեսանք։ Արևելյան Հայաստանը ենթարկվում է ահավոր կոտորը, որոշ տվյալներում մինչև կես միլիոն հայ ոչնչացվել է Արևելյան Հայաստանում, Կարսի մարզում եւ նշածս թվարկածս ուրեմն գավառներում։ 20 թվականին գիտենք Հայաստանի Հանրապետությունը վերացավ, անկախությունը վերացավ խորհրդայնացումով, ցավոք սրտի տարածքային ահավոր կորուստներ եւ դրանից էլ բխող սարսափելի ուրեմն մարդկային կորուստներ կրեց հայ ժողովուրդը, շարունակվեցին այդ բանը եւ արդեն 1926 թվականին տեսնենք թե ինչ էր իրավիճակը։ Մենք խնդրեմ օպերատորին արդեն 26 թվականի մարտահամարի տվյալները մեզ ցույց տա։ Հիմա ուրեմն մենք այստեղ էլի առանձնացված են հայերի բնորանը, Հայաստանի, հայկական լեռնաշխարհի, Հայաստանի այն հատվածը, որտեղ դեռ պահպանվել է հայ բնակչություն։ Խոսքը խորհրդային Հայաստանի մասին է, որը արդեն կտրտված ուներ մոտ 29000 քառակուսի կիլոմետր տարածք։ Խոսքը նաև այն տարածքների մասն է, որոնք քաղաքական խարդավանքների հետևանքով խոշոր պետությունը առաջին հերթին խորհրդային Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի կտրվեցին Հայաստանից եւ տրվեցին հարևան պետություններին։ Խոսքը մենք թվերով, հա, օպերատորին խնդրենք մեզ նորից ցույց տա եւ թվերով, որ ավելի որոշակի լինի հեռուստադիտողի մոտ։ Ուրեմն հայկական ԽՍՀ 743,600, որը կազմում էր ամբողջ բնակչության 84%-ը։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ 111700։ Ընդ որում ասեմ, որ 1921 թվականի Ադրբեջանի գյուղատնտեսական վիճակագրությամբ հայերի թիվը 121,000-ից անցնում էր։ Այսինքն տեղի ունեցել ընդամենը 5 տարվա ընթացքում կրկին հայերի արտահոսք։ Դա որոշակի դիտավորություն։ Ի սկզբանե 21 թվականից սկսած բնականաբար այո, ամեն ինչ արել են հայաթափ էթնիկական զտման քաղաքականություն։ Նախիջևանի, հաջորդը, եթե չեմ սխալվում, Նախիջևանի ինքնավար հանրապետությունն է։ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում հայ բնակչության թիվը պաշտոնական տվյալներով 26-ի 11300 էր։ Այն ինչ որ այն բեկորն էր, որ մնացել էր 1918-20 թվականի ջարդերից հետո 60000-ի հասնող ուրեմն հայ բնակչությունից։ 60000-ի։ Եվ վերջապես այստեղ առանձնացրել եմ նաև հայկական գանձակը, այն տարածքը, որը Լեռնային Ղարաբաղի բաղկացուցիչ մասն էր, եւ եթե ուշադրություն դարձնենք, նաև ֆիզիկա-աշխարհագրական Հայաստանի շարունակությունն է ֆիզիկա-աշխարհագրական տեսանկյունից։ 4500 քառակուսի կիլոմետր տարածք, ավելի շատ, քան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է, որը 4400 քառակուսի կիլոմետրն է։ Այս տարածքում հայ բնակչության թիվը հասնում էր 46000-ի, 45-ից 46000-ի, կազմելով տեղի բնակչության մոտավորապես 56%-ը։ Ընդ որում, այստեղ էլ շատ որոշակի երևում է, երբ մենք համեմատում ենք 1914 եւ 21 թվականների այդ կտրվածքով վիճակագրական բնակչության տեղաշարժերը, շատ որոշակի երևում է, թե ինչ քաղաքականություն է տարվել մուսաֆաթականների կողմից, որոնք բերել են ուղղակի ադրբեջանցի այդ բնակչությանը լցրել են Հայաստանի սահմանի հենց երկայնքով, մեր հյուսիս-արևելյան սահմանի երկայնքով հոց ադրբեջանական գյուղեր։ Նախկին հայաբնակ Գարդմանաձորը ամբողջությամբ թրքացնելով։ Առ այսօր պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ, որոնք ցույց են տալիս, որ Գարդմանը կամ հայկական գանձակը, նրա հետ նաև հյուսիսային Արցախի մի փոքր հատվածը, եսի նկատի ունեմ Գյուլստանը, համատարած հայաբնակ եղել, զուտ հայաբնակ եղել մինչև 18-րդ դարի կեսերը։ Եվ այս սահմաններն էլ, սրանք էլ, երբ որ սահմանագծվում են, Ադրբեջանի ներքին սահմաններով այնպես էր անում, որ հայկական շատ տարածքներ դուրս մնացին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից, որոշակի նպատակ։ Չնայած դրան մինչև 88 թվականը դրանք զգալի թվով հայ այո, իսկ Շահումյանի շրջանը, Գյուլստանի
պատմական մելիքության տարածքում հայերը 80%-ից ավելի էին, շատ պահեցին իրենց տարածքը, թեև նրանք կտրված էին, մարզի մեջ էլ չէին մտնում։ 88 թվականին իրենց առաջին գործերից մեկը եղավ հենց այդ տարածքները։ Այո, այդ տարածքները հայաթափել։ Ընդ որում այս տարածքների մեջ է մտնում, մենք Սուրեն Մարտիկյանի հետ մի լավ հաղորդում արեցինք հայոց Արցախյան ազատամարտի ամբողջ տարեգրությունը, Չարդախլու գյուղը, հարգելի հայրենակիցներ, այն գյուղը, որ տվել է մեզ 2 մարշալ, տվել է գեներալներ եւ այդ առասպելական գյուղը հենց նոր ներկայացված այդ տարածքի հայկական գանձակի տարածքի մեջ էր մտնում, որտեղ 45000 հայ բնակչություն է արձանագրված 26 թվականի տվյալներով։ Գանք Վրաստանի տարածք, հա։ Հիմա ուրեմն առանձնացված է Ջավախքը, ժամանակակից Ախալ քաղաքի եւ Նինոց Մինդայի մի ժամանակ դա կոչվում էր Բոգդանովկայի շրջանները, մոտ 2800 քառակուսի կիլոմետր տարածք, որտեղ հայ բնակչությունը 57800-ի էր հասնում, ընդ որում կազմելով տեղի բնակչության մոտ 3/4, 73%։ Սակայն այստեղ մի պետք է բացատրություն տալ։ 1916 թվականի վիճակագրությամբ Ջավախքը, ես ցույց տամ, Ջավախքի Ախալ քաղաքի գավառը, խնդրեմ, Փարվանա եւ Տաբացխուր այս անի։ Ջավախքի հայ բնակչությունը անհամեմատ ավելի մեծ էր, քանակը, ավելի ուրեմն մարդաշատ էր, 82000-ից ավելի հայ է եղել եւ կազմել է 83%-ը գավառի։ Ինչ է տեղի ունեցել 1918 թվականին ժամանակակից Վրաստանի Հանրապետության հարավային շրջանները, հայաբնակ հիմնական շրջանները ենթարկվեցին կրկին թուրքական ագրեսիայի եւ նրանց զոհ դարձան։ Մասնավորապես Ջավախքում հայ բնակչությունը տվեց ահավոր կորուստներ, 30-ից մինչև 40000 մարդ։ Ընդ որում Ջավախքում կարելի ասել ինչ որ ավելի փոքր ձևով, բայց կրկնվեց շատ արևմտահայ գյուղերի ճակատը, առանձին գյուղեր ուղղակի համայացան։ Նույնը տեղի ունեցավ Ախցխայի հայաշատ, ուրեմն շրջանում, եւ դա է պատճառը, որ նման ուրեմն սարսափելի տարբերություն կա։ Մինուս ուրեմն փաստորեն հայ բնակչության թվականակը պակասել է 1/3-ով Ջավախքի։ Սակայն հայերը առ այսօր գիտեն, որ Ջավախքում պահել են իրենց տարածքը, էթնիկական տարածքը եւ գերակշիռ մեծ կարելի ասել միատարր հայաբնակ տարածք է Ջավախքը։ Եվ վերջապես Բորչալուի գավառը, ավելի շուտ նախկին Բորչալուի, Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի հյուսիսային հատվածը, որը անցավ Վրաստանին, ժամանակակից Մարնեուլի, Շուլավերի եւ Դմանիս Բոլնիսի ուրեմն շրջանները, այս տարածքը, որտեղ հայ բնակչության թիվը կազմում էր 26 թվականի խորհրդային համամիութենական մարդահամար 15000 մարդ։ Ընդ որում, այստեղ էլ մի կարևոր հանգամանք կա։ Այդ գյուղերի մեծ մասը գտնվում էին հենց Հայաստանի սահմանի երկայնքով եւ առ այսօր գտնվում են։ Այս ամբողջ սահմանի երկայնքով ձգվում էին հայկական գյուղերը մինչև Շուլավեր մեծ ավանը, որը ուներ 7000-ից ավելի հայ բնակչություն, զուտ հայաբնակ, երազանցապես հյուսիսային Արցախի վերաբնակիչներով, ուրեմն հայացված հայկական ավան էր։ Ուրեմն, ինչպես տեսանք, հայկական ԽՍՀ-ն միայն մի փոքր հատվածն է ներկայացնում նույնիսկ Արևելյան Հայաստանի, բայց այդ տարածքում ապրում էր համարյա 1 միլիոն մարդ, 984000 մարդ։ Առանձնացված է նաև ամիջական հարևանությամբ գտնվող մյուս, ուրեմն, հատվածայնության, այսպես արձանագրենք, ԽՍՀՄ-ի կազմի մեջ անցած հայկական տարածքների վրա մենք փաստորեն ունենք 984000, ես խնդրեմ նորից օպերատորը մեզ ցույց տա, 1 միլիոնից մի փոքր պակաս։ Մոտ 1 միլիոն կարելի է, խնդրեմ։ 26 թվականի տվյալներն, այստեղ մենք ընդամենը ունենք արձանագրած։ Այնուհետև 26 թվականի մարտահամարով մենք ունենք Թիֆլիս քաղաքը, Վրաստանի այս շրջաններ, Ադրբեջանի այս շրջաններ, ներառյալ Բաքու քաղաք եւ ընդամենը փաստորեն 348200 բնակչություն ունենք Վրաստանի, Ադրբեջանի այն տարածքներում, որոնք պատմական հայկական հողեր չեն։ Բայց գտնվում են նրա ամիջական սահմանակցության։ Ես հատուկ դրա համար այդ Հիմա մենք խոսենք այս սրա մասին, որովհետև շատ կարևոր են, հատկապես Վրաստանի մի շարք շրջաններում մենք գիտենք, որ հայերի զուլման քաղաքականություն վարվեց եւ այսինքն առաջ չանցնենք, հերթականությամբ։ Ուրեմն Թիֆլիս քաղաքի բնակչությունը 100800 մարդ, ֆիքսված է 26 թվականի մարտահամարի տվյալներով, ԽՍՀ մարտահամարի։ Ասեմ ուրեմն Թիֆլիս քաղաքում հայ բնակչությունը իհարկե աճել է, դա շնորհիվ նաև արևմտահայ գաղթականության էր։ Եվ ներքին գավառներից, Վրաստանի ներքին գավառներից դեպի մայրաքաղաք այդ տեղաշարժից։ Գյուղեր կային, որ խիստ հայկական ավաններ, բնակավայրեր կային, որոնք խիստ ծանր վիճակում ընկնելով ստիպված են եղել հանապազորյա հաց
վրացը վաստակելու հնարավորությունը փնտրել մայրաքաղաքում։ Սակայն մենք Վրաստանում բավականին մի հետաքրքիր իրողության հետ ենք հանդիպում։ Ցավոք սրտի սա վրացահայության մի զգալի մասի պատմական ճակատագիրն է։ Ժամանակի ընթացքում, հատկապես 18-19-րդ դարերում, հայ բնակչության մի մասը կորցրեց իր մայրենի լեզուն եւ դարձավ վրացախոս։ Այսինքն ձուլման կարծես թե process-ի սկիզբն է դրվում։ Ինչով էր նա հայ մնում։ Նա մնում էր իր գիտակցությամբ բնականաբար, որը նա տալիս էր որպես հայ եկեղեցու հետևորդ, հայ եկեղեցին էր պահում։ Եվ փաստորեն այս եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու, ուրեմն պահը բավականին երկար ժամանակ թույլ չէր տալիս այդ ձուլման process-ը ավելի գործոնը։ Այո, այդ գործոնը շատ ուժեղ էր։ Ցավոք իմիջիայլոց մի շատ հետաքրքիր երևույթ է նկատվում հատկապես 15-16 դար, այսինքն առաջին աշխարհամարտի պահին։ Դպրոցներ բնականաբար չկային, սրանք վրացախոս հայեր էին։ Փորձեր եղել են դեռևս 19-րդ դարի 80-ական թվականներին դպրոցներ բացել, հայկական դպրոցը, որպեսզի հայեցիությունը պահեն այս բան, որը սակայն չի հաջողվել։ 14-16 թվականներին նույնպես այդպիսի փորձեր եղան, երբ որ ազգային ինչ որտեղ նաև զարթոնք էր ապրում, չէ՞, ցեղասպանությունը բան նաև խթանում էր հայ բնակչությանը ավելի, այսպես հայանը ավելի հայ մնալ եւ ավելի կարճել, ավելի համախմբվելու իհարկե։ Ցավոք սրտի այդ հանգամանքը այս ուրեմն փորձերը նույնպես ավարտվել են անհաջող տնտեսական զանազան ծանր այնպիսի սոցիալ-տնտեսական վիճակում էր, որ հնարավոր չէ դպրոց պահել, այլ առաջին աշխարհամարտի տարիներին։ Դրան հաջորդեց խորհրդայնացումը, Վրաստանի նաև խորհրդայնացումը եւ արդեն խորհրդային տարիների առաջին տասնամյակների, առաջին 2 տասնամյակի ընթացքում վրացախոս դարձած հայերը, որոնք իրենց գիտակցում էին հայերեն, համարվում էին հայեր, աստիճանաբար վրացացում են շատ դեպքերում պարզապես բռնի կերպով, հատկապես 30-ական թվականների ստալինյան բռնությունների ժամանակ ոչ միայն հայեր, այլև շատ մեծ քանակությամբ աբխազներ, օսեր եւ այլ ազգային փոքրամասնությունները Վրաստանի տարածքում հարկադրանքի տակ հարկադրված են, ստիպված են եղել ուրեմն իրենց ազգությունը փոխել։ Մասնավորապես դա վերաբերում է Գորիի, Սղնախի, Թելավի շրջաններն, այսինքն ներքին այդ վերին քարտլի ուրեմն տարածքը եւ Կախեթի հայությանը։ 26 թվականի տվյալներով այս նշածս տարածքներում կար 50,000-ից ավելի հայություն։ Չեմ ասում դրանք մեծամասնություն էին կազմում, ես այդպիսի բաներ չեմ ասում, բայց այդ հոց հայությունը, իսկ Սղնախ քաղաքում օրինակ Թելավ քաղաքում 73% հայեր էին 26 թվականի վիճակագրությամբ։ Սղնախում 50%-ից ավելի, 52%։ Հայերի հետքերը ահավոր շատ են այսօր հայկական հուշարձանների տեսքով։ Գյուղերում Սղնախի Սամվել Կարապետյանի հետ ունենք պայմանավորվածություն, որ հատուկ մի հաղորդում կնվիրենք, այսինքն գուցե մի քանի, ես չգիտեմ, նյութի մեջ տեղավորվելու չափից ելնելով Վրաստանի տարածքի հայկական հուշարձաններ եւ Կախեթի շրջանը, այ անընդհատ հիշում եմ Քրիստոսի հայտնի արտահայտությունը, որ եթե մարդիկ էլ չխոսեն քարերը պիտի աղաղակեն, այդ ամբողջ Կախեթի շրջանի հայկական հուշարձանները խոսում են դրա մասին եւ այսօր Կախեթի շրջանի գյուղերում վրացացած հայեր կան, որոնք հիշողություն հստակ պահել են։ Նույնը կարելի ասել Գորիում։ Պատմում են, թե ինչ ճնշումներ են իրենց վրա գործադրվել, հատկապես ստալինյան ժամանակներում, որտեղ Ստալինի իշխանությունը Վրաստանում օգտագործվեց միկրոկայսրություն ստեղծելու համար։ Այ փաստորեն դրանց այդ ձեր ասացին գումարենք սվանները, մեգրելները, որոնք դեռ աբխազները, օսերը ինքնավարություն ունեին եւ ինքնությունը պահեցին։ Բայց նույնիսկ այդ ինքնավարության դեպքում շատ աբխազների ստիպել են։ Ուղղակի անձնագրերում գրում են վրացի։ Եվ ուրեմն այս բնակչությունը փաստորեն կտրված լինելով նաև իր հոգևոր արմատներից աստիճանաբար ձուլվեց ու արդեն հիմա, ես չգիտեմ, կան իհարկե մի որոշակի զանգված կա, որ ահոտ դեռ պահպանում է իր հայկական ինքնությունը, հայկական արմատները, բայց դրանք վրացացել են։ Ավելի շատ ասենք հիշողությունը։ Հիշողություն, այ դա վերհուշ է։ Մի հասարակ օրինակ էլ բերեմ Մուխատ գյուղ գոյություն ունի, Թիֆլիսի շրջանում 27-26 թվականին 30,000-ի հասնող հայություն կար։ 30,000-ի։ Հիմա այդտեղ համարյա հայ չի մնացել։ Այ Մուխատ գյուղում Ամիրջանով ազգանունով բավական տարածված է, Ամիրջանյաններն են, Ղարաբաղցիները, նախկինում Արցախից են տեղափոխվել։ Վերջին շրջանում վրաց քաղաքագետների շատ թեթև ձեռքով նրանց ուրեմն վերագրվել է այդ ազնվականական ծագում, ազգանունները վերածվել են Ամիր Հեջիբիի, այդպիսի տիտղոս է եղել, այդպիսի բան է եղել միջնադարյան Վրաստանում եւ վերջ, ուրեմն եթե դուք ազնվական եք, ուրեմն վրացի եք, ինչ հայ, ինչ բան։ Եվ միանգամից նրանց վրացացրել են։
Այս process-ը, այս գործընթացը բավականին իհարկե վտանգավոր է ոչ միայն մեզ համար, այլև հենց Վրաստանի համար, որովհետև ամբողջ հարավային շրջանը դու գիտեք, հիմա թյուրքաբնակ տարածք է, ադրբեջանցիներով լցված տարածք է, հայերին վերացնելով կամ ձուլելով նրանք այդ խնդիրը չեն լուծում, նրանք կանգնում են շատ ավելի բարդ խնդրի առջև, իսկ մեր համար իհարկե հյուսիս-արևելյան այդ հատվածը փաստորեն ամբողջական թրքաբնակ մի շերտ է առաջանում մինչև Ջավախք, այստեղ Ջավախքի դերը ինչքան է ուժեղանում եւ նաեւ Մարնեուլի հայկական շրջանը, ռազմավարական ինչ կարեւորություն ձեռք բերում։ Մենք էլ շրջապատման մեջ ենք ընկնում արդեն նաեւ Վրաստանի կողմից, որը շատ անցանկալի հետևանքներ կարող է ունենալ մեր անկախ հանրապետության համար։ Ուրեմն խոսենք ադրբեջանական ուրեմն Վրաստանի այլ շրջաններում միասին վերցրած 133,400 հայ կար։ Ուրեմն անցնենք Ես այնտեղ մի փոքր բան էլ ավելացնեմ։ Խոսքը Ախցխայի եւ Ծալկայի շրջանների մասին է։ Այս տարածքները 1921 թվականին, երբ այսօր Կովկասի խորհրդային հանրապետությունների սահմանաբաժանման, սահմանազատման հետ կապված հանձնաժողովում դրվել են։ Եվ պահանջվում էր Հայաստանին, նաև խորհրդային Հայաստանը միացնել նաև այս տարածքը։ Սակայն դա ինչ-ինչ հանգամանքների բերումով ոչ Ջավախքը, ոչ այս տարածքները ուրեմն չմիացվեցին Հայաստանին։ Նշենք, Ախցխայի շրջանում 1916 թվականի ներողություն ուրեմն տվյալներով ռուսական համարյա 30,000 հայություն կար, որից 18,000-ը ապրում էր քաղաքում, ընդ որում կազմելով քաղաքի այդ հայաքաղաք միջնադարից, վաղ միջնադարից եկող հայաքաղաքի համարյա 77%-ը, նույնիսկ ավելին։ Քաղաքը ինքը ամբողջ նոր դա փոքր Էրզրում էր։ Նույնիսկ Էրզրումում այդ մայր քաղաքում, որտեղից հիմնականում դուրս են եկել Ախցխայի հայերը, իհարկե տեղում կային մեծ քանակությամբ բնիկներ, բայց Էրզրումցի հայերն են, որ նոր շունչ հաղորդեցին Ախցխային, նույնիսկ Էրզրումում այդքան հայություն չկար 1914 թվականին։ Եվ իսկ շրջանում մոտ 10,000 հայություններ ապրում, կաթոլիկ առաքելականներ եւ ուրեմն կաթոլիկ դավանանքի հայեր 1926 թվականին տարօրինակ կերպով այդ 30,000-ից ցույց է տրվում հայ 16,000-ը։ Նույնն է մեկ տեսնում ենք նույն երևույթը 39 թվականին։ Իսկ հանկարծ 59 թվականի մարտահամարում Ախցխայի շրջանում կա 25,000-ից ավելի հայություն։ Նշենք, որ Ախցխան, ինչպես եւ մյուս հայաբնակ տարածքները, ինչպես Վրաստանում, այնպես էլ Ադրբեջանում, մեծ քանակությամբ կորուստներ կրեցին հայերենական մեծ պատերազմի ժամանակ։ Սա առանձին նյութ է միջի այլոց։ Բայց հանկարծ 25,000 մեծ աճ է, չէ, գրանցվել եւ կազմում էին 50%-ից ավելին։ Իհարկե սա մի ինչ-որ արհեստական ձևով էր դա այդպես եղել, որովհետեւ թուրք բնակչությանը, ինչպես հայտնի է, 44 թվականին արտաքսեցին Ախցխայից, Ախալքալակից, ընդհանրապես Վրաստանի հարավ-արևմտյան այդ շրջաններից։ Եվ հիմա գիտեք, Մեսխեցի թուրքերի այդ խնդիրը հիմնահարցը հենց այդ ժամանակվանից է ըստ էության մնացել։ Ուրեմն ինչ է ցույց տալիս, որ Ախցխայի շրջանում միտումնավոր կերպով հայերի թիվը պակասեցվել է։ Նույնիսկ մի այսպիսի ֆանտաստիկ բան կար 26 թվականին 25,000 վրացի էր ցույց տրվում, վրացի եւ 16,000 հայ։ Ես նույնիսկ կասկածում եմ, որ թվերը փոխել են։ Հայերը 20 իրականում հայերը պետք է լինեն 25,000, իսկ այն 16,000 թե 25,000 այդ վրացի ցույց տվածի, այդ թվականակը նույնպես ուռճացված է։ Երբեմն եւ դա այդպիսի դեպքեր եղել են դեռ ցարական ժամանակաշրջանում, վրացի էին գրանցվում մահմեդական այդտեղի թուրքերը ի նկատի ունենալով նրանց հնագույն ծագում արմատները։ Դրանց մի մասը մեսխեր են նաև հայեր կան, որոնք իսլամ ընդունելով թյուրքացել են, թրքական, արդեն թուրք էին դիտվում։ Ես վերջերս Ախալցխայում էի եւ հետաքրքիր մի բան ինձ համար բարձեցի Ախալցխայի ամբողջ հին բնակչությունը վրացի, բոլորը խոսում էին հայերեն, ընդ որում խոսում էին ջավախքի բարբառով։ Առաջին հայացքից ինձ համար տարօրինակ էր, բայց հետո մեր տղաներից մեկը, որ ինքն էլ ծագումով այնտեղից էր, ասես պարզապես քանի որ Ախալքալակի մասին չեմ ասում, որտեղ ճնշող մեծամասնություն էր, դա զուտ հայկական քաղաք էր բնակչության առումով։ Իսկ Ախալցխայում ասում եք, քանի որ մեծամասնություն էին, բոլոր վրացիները հայերեն էին խոսում։ Եվ մենք բազմաթիվ տեղեր, որտեղ Արևմտյան Հայաստան գնալու ճանապարհն էր, գիշերը պետք է մնայինք, այնտեղ հյուրանոց գնացինք, մեզ հետ խոսում էին ջավախքի բարբառով, հետո երբ որ հասնում էինք հայեք, ասում էին չէ վրացի եւ վերջի այս նոր բնակչությունը չհաշված, ամբողջ 5 քաղաքը հայախոս էր։ Հետո Արտակ ջան, իմիջիալից պետք է հաշվի առնել, որ Ախցխայի տարածքում եւս կան վրացախոս դարձած հայկական գյուղեր։ Բավականին ընդարձակ։ Արալը, Ուդեն, Աբաստումանը գյուղը, հենց Ախցխայի Արվարձան այժմ դիտվող Իվլիդան, որը հայաբնակ բան տարածք է եղել եւ բազմաթիվ մենք ձեռագրեր ունենք եւ քաղաքից եւ կողքի գյուղերից, Սազելից, տարբեր ուրեմն Օթաբան, այդպիսի մի քանի գյուղերից, որը ցույց է տալիս հայ կյանքը այստեղ միշտ եղել է։
հայ բնակչությունը նույնիսկ թուրքական օսմանյան վիճակագրությունը Ախցխայի մասին ցույց է տալիս 16-րդ դարում համատարած հայաբնակ քաղաք է, ընդ որում 5 քաղաք է։ Ռաբաթը, Բերթի ամիջական տարածքի ուրեմն այդ շրջանը։ 7-ից 800 ընտանիք միայն 1828 թվականին հայություն կար։ Ինչ վերաբերում է ուրեմն Վրաստանի մյուս այդ Ծալկայի շրջանին, ապա Ծալկան նույն Էրզրումի ուրեմն հայությունը իհարկե մենք հին բնակչությունը այստեղ անհետացել էր։ Այն որ հայկական բնակչություն է եղել, այն հանգամանք են Ծալկա անունը, որ հայկական է, ծաղիկ բառից է գալիս, որը փոխառված է նաև վրացերենում ծալիկի են իրենք ասում։ Բայց դա հայկական հնագույն ծալիկ հնչողությունն է, որ պահել են վրացին։ Եվ ինքը Ծալկայի ձևը ցույց է տալիս, սա հայկական ծաղկա գյուղ կամ ծաղկա ավան։ Արդեն իսկ ցույց է տալիս, որ հնագույն հայություն է այստեղ եղել։ Էրզրումի հատվածը եկավ վերահայացրեց այս տարածքը եւ ներկա պահին ներկա պահասելով 2002 թվականի Վրաստանի նոր մարդահամարի նկատի ունեմ, հայ բնակչությունը կազմել 55% այս շրջանի։ Սա այլ էր կապված հույն բնակչության, որը գերակշիռ մեծամասնություն էր կազմում Ծալկայում։ Իդեպ նախկին արմատներով նախկին հայեր էին, Էրզրումի քաղաքեդոնիկ հայերն են, որոնք հույն էին դարձել աստիճանաբար։ Սրանց հեռացումով հայերի թիվը ինքնըստինքյան տոկոսային բան է, այո, թիվը չէ, բայց տոկոսային հարաբերակցությունը ուրեմն հարաբերակցությունը մեծացել էր։ Սա արդեն իսկ ինքնին ցույց է տալիս, որ հայ բնակչությունը այստեղ էլի կոմպակտ հոց բնակչություն կար 12-ից 13000։ Բայց նույն ուրեմն խնդիրն է, հայաթափման վտանգն է սպառնում նաև այս շրջաններին։ Ինչ վերաբերում է ուրեմն անցնենք Ադրբեջանի, չէ, Ադրբեջանական Հանրապետությանը, ուրեմն ցավոք սրտի Բաքվի վերաբերյալ մանրամասն տվյալներ չկային, սակայն մյուս շրջաններ ասելով Ադրբեջանի նկատի են ունեցվել, ուրեմն Կուրից հյուսիս ընկած երբեմն ցավոք չի երևում քարտը, այ Կուրից հյուսիս ընկած, մոտավորապես այս տարածքում է։ Շամախիի, Շաքիի, Արեշի, Զաքաթալայի շրջանները եւ Բաքու քաղաքը։ Այս տարածքը ահավոր հայաթափվել էր։ Խոսքը 18 թվականի թուրքական արշավանքի եւ մուսաֆատական խժդժություններին են վերաբերում, որի ժամանակ տասնյակ գյուղեր ամայացան, հատկապես Շաքիի շրջանում, Արեշի շրջանում, մի փոքր ավելի լավ պահպանվեց հայ բնակչությունը Գյոքչայի գավառում։ Այստեղ մենք ունենք փաստորեն ներառյալ Բաքուն 114,000 որից մոտ հայ բնակչություն 26 թվի տվյալներ, որից 85-ից 90,000-ը միայն Բաքու քաղաքում են։ Այսինքն գյուղական այդ շրջանները, Շամախիի, Շաքիի եւ Արեշի շրջանները, Գյոքչայի գավառները, նախկին ուղղակի հայաթափ են եղել։ Սա առաջին արարն էր Ադրբեջան նորելուկ այդ պետության հայաթափման, որը վերաբերում է փաստորեն ցավոք սրտի հենց 20-րդ դարի սկզբին անդրադարձավ առաջին հերթին Անդրկուրյան ուրեմն տարածքներում եւ Նախճեվանում, մասամբ նաեւ Ղարաբաղում։ Ես լավ հիշում եմ, ուրեմն հետաքրքիր մի բան, որ այսօր մեզանում ըստ երևույթին մոռացված է։ Նախ բազմաթիվ անգամներ ասել ենք եւ մի անգամ էլ կրկնենք, որ 18 թվականին ստեղծված Ադրբեջան պետությունը, դա ատրպատական անունը վերցրեցին, խեղաթյուրեցին բնականաբար, որովհետեւ ատրպատականը երբեք Արաքսից հյուսիս չի տարածվել։ Եվ բայց տեսեք հերանեկարում ինչ արեցին, շատ քաղաքական առումով գրագետ մտածված բաներ, ինչքան էլ որ մեր թշնամիներն են։ Հետագայում իրենց հավակնությունները ցուցաբերելու պարսկական ատրպատականի նկատմամբ։ Ես հիշում եմ 90 թվականին օգոստոսի 23-ի այդ հռչակագիրը, երբ որ Հայաստանի անկախության հռչակագիրը, հիմա չեմ հիշում ով էր, բայց այն ժամանակվա մեր падգամավորներից շատ հետաքրքիր եւ թերևս իմաստուն մի առաջարկ արեց, որը միանգամից այսպես անտեսվեց եւ առաջ անցան։ Առաջարկում էր Հայաստանի Հանրապետությունը կոչել Արևելյան Հայաստանի Հանրապետություն։ Դրանով եւ Արևմտյան Հայաստան եւ պահանջատիրություն ամեն ինչ ասված էր, շատ հետաքրքիր։ Հա, միանգամից եւ երբ որ ես մտածում եմ ու փորձում եմ համեմատություն անցկացնել, մեզանում միշտ բան կա, չէ՞, վայնասուն է, որ այ մենք դիվանագիտություն չունենք։ Լավ, բայց մենք գոնե աշներից առաջ թշնամու արածի դասը չէ կարող ենք օրինակը 18 թվականին ինչն էր մեզ խանգարում, որովհետեւ շատ մտածելու բան է իհարկե, ես չեմ ուզում սենց ընդհատեմ եւ մեր թեման, որովհետեւ կարեւոր թեմա է, պարզապես սա Ադրբեջանի այս տարածքը։ Եվ ես կուզենայի, որ մենք ժամանակի մեջ մոտ 5 րոպե ժամանակ ունենք։ Մենք անդրադարձ կատարեինք 20-ական թվականներին Սփյուռքում հայ բնակչության թվին, այս մասին էլ մենք խոսեինք եւ որպեսզի ավելի պես ամբողջանար, որովհետեւ այս շրջանում մենք ունենք մոտ 460,000 Խոսքը մերձավոր արևելքի մասն է, ես հատուկ եմ դա մտածված ձևով առանձնացրել, որովհետեւ ի վերջո դա այն բնաշխարհն է
կամ մեր հարակից այն տարածքն է, որի հետ հայությունը հազարամյակներով առնչություններ է ունեցել։ Խոսքը Թուրքիա ասվածը քեմալական Թուրքիան է, դրա մեջ մտնում է նաև Արևմտյան Հայաստանը։ Ընդ որում Արևմտյան Հայաստանում 25-30 հազար հազիվ հայեր մնացել։ Այն էլ երևի շատ այդպես համարձակ հաշվարկներով, բայց Պարսկաստանում մենք ունենք 130 հազար հայություն այդ շրջանում, ընդ որում զգալի մասը բնակվում է Պարսկաստանի, այդ ժամանակ բնակվում էր կենտրոնական շրջանում, Սպահանը իր հայաշատ գավառներով, Փերիա, Բուրվարի, Չահարմահալ եւ այլն։ Սիրիայում խոսքը վերաբերում է ուրեմն նաև Լիբանանին, որտեղ մոտավորապես 80 հազար էր բուն Սիրիայում, ներկայիս ես սահմանների նկատի ունեմ 80 հազար, բայց չմոռանանք, որ ուրեմն այդ Սիրիայի մեջ մտնում էր այն ժամանակ նաև Մուսալերը, Իսկենդերունը, Ալեքսանդրետի սանջակը, որը 1938 թվականին բռնազավթեց կրկին Թուրքիայի կողմից։ Եվ միայն 40 հազար հայ այստեղ էր ապրում 1938 թվականին ու ստիպված էին դարձյալ հեռանալ։ Ինչպես հայտնի է, այդտեղ մեկ գյուղ է մնացել, Վաքև գյուղը։ Վաքև, Մուսալերան Վաքև գյուղը։ Եվ վերջապես ուրեմն բանի այդ Իրաքի 4-րդ, այո, Իրաքի հայությունը 8.5 հազար։ Ընդ որում սրա հիմնական բնակչությունը վասպուրականի հայությունն էր։ Իհարկե մեծ մասը վասպուրականից մոտ 15 հազար հայություն ապաստանել էր Իրաքում, մոտ 9 հազարը 1921 թվականի վերջին վերադարձան Խորհրդային Հայաստան, բայց մոտավորապես 8.5 հազար էլի հայություն մնացել էր Իրաքում։ Ուրեմն Մերձավոր Արևելքում ընդհանրապես ստացվում է 460 հազար մոտավորապես հայ բնակչություն։ Ես դա էլ եմ այդ։ Իսկ ամբողջ աշխարհում այդ ժամանակ արդեն 1.206.000-ից ավելի հայեր, որը սփռված էր Եվրոպայում, հիմնականում Բալկաններում, Հունաստան, Ռումինիա, Բուլղարիա, Ֆրանսիայում բավականին ուժեղ արդեն գաղութ էր ձևավորվել, հոց գաղութ էր ձևավորվել, Ամերիկայում հաստատվել, մեծ քանակությամբ ծրվել էր հայությունը։ Եվ եթե ուշադրություն եք դարձնում, հայ բնակչությանը պարզապես վտարում են ոչ միայն բուն Հայաստանից, այլև Մերձավոր Արևելքից։ Այն սա Մերձավոր Արևելքը, որի բաղկացուցիչ մասն է, առաջավոր Ասիան պատմական, Հայաստանը, հայկական լեռնաշխարհը, մեր բնաշխարհն է, մեր արմատները այստեղ են գտնում, մեր մշակութային, մեր տնտեսական, մեր ընդհանրապես բոլոր առումներով։ Եվ այդ process-ը 1914-ից սկսվել է եւ շարունակվում է ցավոք սրտի առ այսօր։ Հիմա եթե ուշադրություն դարձնենք մեր հոց Մերձավոր Արևելյան գաղութներում շատ վտանգավոր վիճակ է ստեղծվել։ Դրան նպաստեցին նաև Դրան բազմաթիվ այո հանգամանքներն նպաստեցին, բայց ամբողջ խնդիրը այն է, որ Թուրքիան առիթ է բաց չէր թողնում հարվածելու։ Հենց Լիբանանին, հենց Սիրիային, Պարսկաստանի խնդրում էլի որոշակի չարագուշակորեն դեր է շարունակում խաղալ։ Ինչ ասեմ։ Մենք ունենք մի այսպիսի իրադրություն, որ շրջապատված ենք հարևաններով, հա, ոչ ցանկալի հարևաններով եւ Վրաստանի պարագայում, եւ Ադրբեջանի պարագայում, եւ Թուրքիայի պարագայում եւ բնականաբար այստեղ մենք նորից պետք է հիշենք եւ պետք է կատարենք պատգամը Գարեգին Նժդեհի, ես ընդհանրապես եւ մեր ժողովրդի համար եւ մեզանից յուրաքանչյուրի անձնական կյանքի լավագույն այսպես պատգամներից մեկն եմ համարում նրա վճռական մենակի հոգեբանությամբ ապրելու պատգամը։ Այսինքն, եթե դու շրջապատված ես թշնամիներով ոչ մի ակնկալիք չունես դրսից, իսկ դա պատմական ճակատագրի բերումով իր մոտ ձևավորվեց այս գաղափարախոսությունը, վկան հենց իր փաստորեն Զանգեզուրի գոյամարտը, որ ինքը տվեց, ապրել վճռական մենակի հոգեբանությամբ, սա փաստորեն Այնիշ որ Իսրայելն է դեպանում։ Իսրայելի քաղաքականությունը դրսի իրենց ամբողջ բնականաբար իրենց սփյուռքը օգտագործելով եւ ամբողջ աշխարհի այդ մեծ ուժը օգտագործելով մեր հաղորդման, ինչ ասեմ, կարևոր դասերից մեկը թերևս այսօր պետք է լինի սա նկատի ունենալը, որովհետև այդ հարևանների հետ, չգիտեմ, քրիստոնյա վրաց ժողովրդի հետ դարավոր բարեկամություն եւ այլն, գիտենք, սրանք ուղղակի սովետական դասագրքերում գրված հորինված հասկացություններ էին, որովհետև մենք առիթներ ունեցել ենք եւ Մաշտոցյան Այբուբենի հետ կապված եւ մեր նկատմամբ այս հակահայկական քաղաքականությունը, որը դրսևորվեց իրենց 18 թվականին, 18-21 թվականներին եւ վերջին հաշվով Գամսախուրդիայի օրոք Հայաստանը շրջափակման ենթարկելը։ Ի վերջո ամբողջ այս ժամանակաշրջանում մենք ունենք հայերի նաեւ բռնի վրացացման փաստը, որի մասին խոսեցինք։ Այսինքն մենք այսպես եթե փորձենք ամփոփել, ունենք 26 թվականի տվյալներով ցեղասպանությունից հետո ԽՍՀՄ տարածքում 1.570.000, որից
743,000-ն էր Խորհրդային Հայաստանում։ Խորհրդային Հայաստանի Բայց հայկական տարածքներում մոտ 1 միլիոն է, 984,000։ Եվ ունենք Սփյուռքի միլիոն մոտավոր 200,000 բնակչությունը 1,200,000, այսինքն ընդհանուր առմամբ մենք ունենք 26 թվականի տվյալներով մոտավոր տվյալներով 2,770,000 մոտավորապես, սա իհարկե էլի ճշգրտման կարիք ունի, որովհետև բոլոր երկրներում չէ որ վիճակագրություն կա եւ ճշգրիտ են։ Ես լրացնեմ 1914 թվականին 4,900,000-ից մինչև 5 միլիոն հայ էր հաշվում։ Ուրեմն տեսեք ինչ է տեղի ունեցել, ընդամենը 12 տարում հայ բնակչությունը կիսվել է։ Այսինքն այսօր մենք խնդիր ունենք նաև այսպես նայելու հարցին։ Թուրքական ցեղասպանության արդյունքում մոտ 5 միլիոն հայությունը կրճատվեց մոտ 2.5 միլիոն հայության, այսինքն մեր ազգի կեսը ոչնչացվեց, եւ եթե այսօր մենք աշխարհի վրա ունենք մոտ 10 միլիոն հայություն, ապա թուրքերը ոչնչացրել են պոտենցիալ մյուս 10 միլիոնը, մենք այսօր կարող ենք լինել մոտ 20 միլիոն։ Եթե ոչ ավելի։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Բադալյանին մեր հաղորդմանը մասնակցելու համար, շատ կարևոր ու հարուստ է փաստական տվյալները մեզ ներկայացնելու համար, իմ անունից եւ մեր հեռուստադիտողների անունից, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, բարին բոլորիս հետ։